Հեռանկարի հյուրն է վաղարշաբաթ համայնքի ավականու ընտրություններում ազատ դեմոկրատներ կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարամ Ազատյանը, բարև ձեզ, պարոն Ազատյան, շնորհակալ ենք Ես շնորհակալվելու համար։ Առաջին իհարկե պետք է հարցնեմ, թե ինչը ձեզ ստիպեց կամ հուշեց կամ գուցե պարտադրեց, որ մասնակցեք այս ընտրություններին։ Ինձ ստիպեց մասնակցել ընտրություններին մեր համայնքի, մեր քաղաքի վիճակը, որը ես տեսնում եմ այսօրվա դրությամբ մեր հանրապետությունում երևի ամենահետամնաց վիճակում է գտնվում, չնայած Երևանից 15 կիլոմետր հեռավորության վրա է։ Շատ վատթարային մթնոլորտ է դիրում, ամբողջությամբ քաղաքը պետք է հիմնովին վերակառուցվի, այսպիսի վիճակում է քաղաքը։ Տարին տարվա վրա քաղաքը փոխանակառաջ գնար, ետ է գնացել։ Դրա համար որոշեցի մասնակցությունս այս ընտրություններին ունենալ եւ եթե հնարավոր է կարողանամ բան փոխել, որովհետեւ մենք հույսներս դնելով այս կուսակցությունների վրա տեսնում ենք, որ կուսակցությունները չեն մտածում մեր քաղաքի մասին, այլ մտածում են իրենց կուսակցական նեղ կուսակցական շահերի մասին միայն։ Եվ որոշեցի իմ մասնակցությունը ունենալ ինչ-որ բան փոխելու համար։ Պարոն Ազատյան, դուք առավելապես ինչ նկատի ունեք քաղաքի այսպիսի նկարագրի համար։ Փողոցները, շենքերը, բակերը, չգիտեմ, թաղամասերը, գոյուղիները, որովհետև առհասարակ քաղաքային համայնքներում այդ խնդիրներն են գերիշխում։ Գուցե կանաչապատումը, գուցե, չգիտեմ, լուսավորությունը, դե այլ նաև բարոյահոգեբանական մթնոլորտի մասին է խոսքը։ Եթե սկսենք թվարկել, երևի այսօր ամբողջ օրը կթվարկենք մեր քաղաքի խնդիրները, որովհետև ինչը դուք ասեցիք, դրան կարող եք բազմապատկել 3-ով, 5-ով, 10-ով, այդ խնդիրները բավականին շատ են ու չի կարելի տենց մի բառով, երկու բառով ասել, թե ինչ խնդիրներ կան։ Խնդիրները շատ են, կոյուղիներն են, տանիքներն են, ֆասադներն են, շենքերի, փողոցներն են, մենք ուղղակի ներկա ենք այսօր ասֆալտապատում են անում, որտեղ մի ամիս հետո քանդվում է ասֆալտը եւ ջուր են քաշում կամ ուրիշ բաներ են անում։ Ամեն ինչ սխալ կողմից է այդ process-ը ընթանում։ Կա նաեւ բարոյահոգեբանական շատ վատ վիճակ, որտեղ քաղաքը կիսել են, այսպես ասած, երկու մասի, քոչարյանական, փաշինյանական եւ չեն նկատում, որ քաղաքում մեծամասնությունը ոչ նրանցից են, այլ սովորական ժողովուրդ են եւ այդ մարդիկ կարիք ունեն նորմալ վերաբերմունքի, քաղաքը դարել է պատերազմի թատերաբեմ։ Ես իմ ցանկանում եմ, որ մեր քաղաքում այդ մթնոլորտը վերանա առաջի հերթին, մարդիկ հանգիստ ապրեն, ուրախ լինեն, ոչ թե մեկ այս կողմից, մեկն այն կողմից իրար դեմ թշնամությունը։ Ես բոլոր տեխնացուները շատ լավ հարաբերությունների մեջ եմ, եւ ընդդիմադիր, եւ իշխանական, ես խնդիր չունեմ մարդկային որևէ մեկի հետ հարաբերվելու, նորմալ հարաբերություններ ունենալու։ Եվ ցանկանամ, որ մեր քաղաքում ամբողջությամբ այդպիսի մթնոլորտ լինի։ Պետք է փոխել համ մթնոլորտը, համ քաղաքի ֆիզիկական տեսքն ու մնացած բոլոր բաները, ինչը որ պետք է մեր քաղաքը արժանի է ունենալ եւ այսօր չունի։ Եվ туриզմը վերականգնել, եւ շատ մի խումբ խնդիրներ, որոնք պետք է գիշեր ցերեկ ես հասկանում եմ ինչին եմ մտնում, ինչի տակ sense կոպիտ ասած, ինչի տակ եմ մտնում, գիշեր ցերեկ աշխատանքի տակ։ Ես դրան պատրաստ եմ։ Ես կցանկանամ իմ քաղաքը ունենա իր արժանի անունը, պատիվը, հարգանքը, վերջապես հոգևոր կենտրոն, բոլորիս համար, ամենայն աշխարհի բոլոր հայության համար առաջի քաղաք հոգևոր, պետք է արժանի լինի իր ստատուսին, ասենց ասած։ Ամեն դեպքում, պարոն Ազատյան, ես շատ գորշ գույներով չէի նկարագրի վաղարշաբաթը, որովհետև ես անձամբ ինչքան այցելում եմ այդ քաղաքը, միշտ տպավորություններով եմ հեռանում, վստահեցնում եմ ձեզ, որ քաղաքային համայնքներ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք ավելի լուրջ խնդիրներ ունեն, քան վաղարշաբաթը, գոնե այն պատճառով, որ վաղարշաբաթը գոնե կենտրոնին մոտ է, գոնե Երևանին մոտ է եւ շարժ կա այնտեղ մայրաքաղաքի հետ կապ կա։ Սա զուտ իմ անձնական կարծիքն է, ես
ամենայն դեպս միշտ տպավորված եմ այցելում եւ հեռանում վաղար շաբաթից։ Դուք երևի այցելում եք Մայրաթոր մնացած եկեղեցիները։ Չէ, նաեւ քաղաքում եմ շրջում հետաքրքիր զբոսնել եւ հետաքրքիր մի հատ կոյուղիներ կամ այդպես շենքերի ներսում չեմ լինում, բայց ամենայն դեպս փողոցում էլ եթե մեքենայով չանցնեք, ոտքով անցնեք, կտեսնեք, որ իրականությունը լրիվ ուրիշ է։ Մեկ այլ հարց, ձեզ առասարակ կարծիք կա, որ համայնքային ընտրություններում շատ ավելի կարևոր է անձի դերը, դերակատարությունը, քան քաղաքական ուժի։ Եվ այս դեպքում հիմա դուք ներկայացնում եք ազատ դեմոկրատները։ Այսինքն ինչով է պայմանավորված կոնկրետ այս ուժի ընտրությունը, ես ինչքան գիտեմ, դուք չեք հարել կամ գոնե շատ երկար ժամանակ այդ կուսակցությունը, այդ քաղաքական ուժը չեք ներկայացրել։ Դուք շատ ճիշտ եք, կներեք մի քիչ ծավալուն պատասխանեմ այս հարցին։ Համեցեք։ Ազատ դեմոկրատներ կուսակցությանը ինչ-որ ճանապարհ է անցել, որ ես ծանոթացել եմ այդ կուսակցության հետ, սկզբում եղել են դուք ճիշտ եք ասում, որ կուսակցական պատկանելությունը այդքան էական նշանակություն չունի համայնքային ընտրությունների համար, որովհետև ես կասեմ նույնիսկ դա խանգարում է, որովհետև եթե մի մարդ իր կուսակցական պատկանելությունը վեր է դնում ամեն ինչից, նա պարտավոր է առաջինը ծառայել իր կուսակցության շահերին, հետո նոր ժողովրդի համայնքի եւ մյուս շահերի համար, իսկ ես այդ կաշկանդվածությունը չունեմ, որովհետև ինձ համար առաջի տեղում գտնվում է իմ համայնքը, իմ ժողովուրդը, որի համար ես պատրաստ եմ գիշեր-ցերեկ աշխատելու։ Իսկ մինչ ազատ դեմոկրատներին հասնելը ես հանդիպել եմ եւս երկու կուսակցությունների հետ, որովհետեւ դուք ասացիք, որ ես չունեմ ոչ մի կուսակցական պատկանելություն, մինչեւ այսօր էլ չունեմ, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես դիմել եմ ընդդիմադիր կուսակցություններից, այն կուսակցություններին, ովքեր ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը եւ հին իշխանությունների հետ առնչություն չունեն, որովհետեւ իմ գաղափարները չի համընկնում որոշ չափով մնացածի հետ եւ ես ստացել եմ ոչ ներկաներից են, ոչ նախնիներից։ Ես ստացել եմ մերժում երկու կուսակցություններից, չեմ էլ ասի որ կուսակցություններն են, եթե կարիքը լինի կարող եմ բացահայտել, մերժել եմ պարզվում է իրանք են ինձ մերժել, բայց ես եմ մերժել, չեմ մտել այդ կուսակցություն, որովհետև պահանջը եղել է իրանք համաձայն են իմ հետ համագործակցելու, միայն այն դեպքում, երբ որ ես կմտնեմ այդ կուսակցությունը։ Իսկ ես չեմ ցանկացել ոչ մի կուսակցության համար ինչ-որ ջանքեր ներդնելու, ես ուղղակի ասել եմ ինձ համար, իմ համայնքն է միայն հետաքրքրում, իմ ժողովուրդը, ստացել եմ այս պատասխանից դիմաց ստացել եմ մերժում, չեն ցանկացել իմ հետ համագործակցել եւ վերջապես հանդիպել եմ ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավարի հետ, պարոն Քոքոբելյանի հետ, որը իմ կարծիքները կիսելով ինձ ուղղակի այդ անձնավորությունը այդ մարդը շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա, նախ իրանց կուսակցության գաղափարներն են իմ գաղափարների հետ համընկնում, երկրորդն էլ կուսակցության ղեկավարն էլ ցուցաբերեց բավականին մեծ մարդկային վերաբերմունք այս հարցին, հասկանալով, որ իմ նպատակը, իմ ցանկությունը լավ բան անելն է մեր համայնքի համար, ինքը համաձայնվեց, ընդհանրապես չփորձեց ինձ հետ նույնիսկ հակադրվել, նույնիսկ չէլ առաջարկել, հասկանալով, որ արդեն ես չեմ էլ համաձայնվի, որպեսզի ուղղակի այդ մարդը ինձ աջակցել է, տրամադրել է ինձ իր կուսակցությունը, իր օգնությունը, եւ ես մասնակցում եմ, ես շահկապված չեմ, ոչ մի նեղ կուսակցական շահեր չեմ հետապնդում, իմ համար միայն իմ համայնքն է, իմ քաղաքն է, եւ ես շատ շնորհակալ եմ իրենից։ Այսինքն վաղ շաբաթի ընտրություններում ընտրելու են ձեզ, Վարամ Ազատյանին, ոչ թե ազատ դեմոկրատներին, այդպես ասենք։ Ես կներեք, ուզում եմ շատ տիպիկ օրինակը բերել Գյումրի, տեսեք 6 ամիս առաջ Գյումրիում ընտրություններ եղան, երկրորդ տեղը զբաղեցրեց կոմունիստական կուսակցությունը։ Եվ ես վստահ եմ, համոզված եմ նաև որպես գյումրեցի լինելով, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրեցին կոմունիստական կուսակցությանը, իրականում ընտրեցին Վարդան Ղուկասյանին։ Եվ եթե Վարդան Ղուկասյանը որևէ այլ կուսակցություն ներկայացներ, X կուսակցություն, ապա դարձյալ կընտրվեր այդ X կուսակցությունը, այսինքն կոնկրետ անձը Վարդան Ղուկասյանը։ Ես ձեր հետ համաձայն եմ ամբողջությամբ համայնքներում ես ուղղակի մարդիկ այսօր բոլորն էլ այդ դուք մտնում եք քաղաքականություն, սա քաղաքականություն չի, սա քաղաքաշինություն է։ Ես ուզում եմ ապացուցել սրանով, որ
Սա իսկապես սխալ մոտեցում է, որտեղ դուք ճիշտ եք ասում, Վարդան Ղուկասյանը որ կուսակցությունով էլ մասնակցել, ինքը իր 20%-ներ հավաքելու եւ ստեղ դա ուղղակի փաստ է, բոլորս տեսնում ենք։ Մարդիկ ընտրում են իրենց համայնքի ղեկավար ոչ թե կուսակցություններին, այլ անձանց։ Իսկ այդ անձինք ինչքանով են իրենց կուսակցություններին ծառայելու, ինչքանով են ծառայելու ժողովրդին, դա արդեն մյուս հարցն է։ Բայց այստեղ իմ պարագայում չկա այդ խնդիրը, որտեղ ես ազատ եմ իմ բոլոր ընտրություններում, ես չունեմ կաշկանդվածություն եւ մեր պայմանավորվածությունը հենց այդտեղից էլ սկսվել է մեր համագործակցությունը ազատ դեմոկրատներ կուսակցության հետ, հենց այդտեղից էլ սկսվել է, իսկ իրենց այս քայլով իրականում ցույց տվեցին, որ իրանք իրոք ազատ դեմոկրատներ են։ Շնորհակալություն։ Facebook-յան ձեր էջում այսպեսի գրառում կա, ես ուզում եմ մեջ բերել, մենք ունենք հստակ որոշում, մենք ոչ մեկին չենք միանալու, կլինենք մեծամասնություն լավ, չենք լինի մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա համայնքապետ։ Ինչու այսպես կատեգորիկ, կարծես թե սրա մեջ ինչ-որ հանցանք կա։ Ի վերջո սա շատ նորմալ ընդունված տարբերակ է, ուժերը միավորվում են եւ դրա արդյունքում ի վերջո գուցե հենց այդպես էլ լինի, ընտրվի քաղաքապետ։ Կարող են ուժերը միավորվել, բայց դա մեր ուժը չի լինելու։ Իրանք կարող են իրար հետ միավորվել, բոլորն էլ, որովհետև ընդդեմ մի քիչ Գուցե պետք չէ շտապել, պարոն Ազատյան, գուցե վերջում ինչ-որ միավորվելու տարբերակ։ Կա սենց ասեմ պրինցիպներ, որով առաջնորդվելով ես որոշել եմ մասնակցել այս ընտրություններին, չտեսնելով որևէ մեկի մեջ այն քաղաքապետի, այն համայնքապետի տեխնացուին, որին կարելի է մեր համայնքը վստահել։ Հիմա պարզվում է, եթե ես այս գաղափարով մասնակցում եմ եւ վերջում որևէ մեկին օգնում եմ, ժամանակ ավելի լավ էր հանգիստ կնստեի տանը, այսքան թով ու բովի մեջ չէին գնի, կօգնեի որևէ մեկին, ումը որ համարում եմ ավելի անկախ ձայների քանակից։ Ես ումը որ համարում եի ավելի, կհամարեի ավելի հաջող տեխնացու, նրան էլ կօգնեի, այսքան ինձ ես չեմ տեսնում այդ տեխնացուին, որ պետք է ես օգնեմ, որովհետև չկա այդ տեխնացուն, ցավոք սրտի։ Տեսել ենք ընդդիմությանն էլ, տեսել ենք իշխանությանն էլ, թե ոնց են աշխատել երկար տարիներ, եւ ես չունեմ վստահություն ոչ մեկի նկատմամբ տեխնացուներից, որ մասնակցում են այսօրվա մեր համայնքապետի ընտրություններին։ Դրա համար ես չեմ օգնելու, չեմ ունենային բավականին ձայները, որպեսզի դառնամ քաղաքապետ, ես իմ ձայներով կմնամ ընդդիմադիր եւ ընդդիմադիր դիրքերում ես կստիպեմ հաղթող ուժին այնպես աշխատել, որ բավարարի մեր ժողովրդի կարիքները։ Չեմ թողնի հանգիստ քնեն։ Սենց է լինելու։ Պարզ է, կառուցենք մեր քաղաքը միասին, սա ձեր կարգախոսն է, այն կանխորոշել է ձեր մասնագիտությունը, հա, կարծում եմ նաև։ Շինարարի մասնագիտությունը։ Իհարկե, շինարարի մասնագիտությունը ինձ հետ քայլում է, մենք կարելի ասել պապական շինարարներ ենք։ Ես կառուցելուց լավ բան չկա, պետք է կառուցենք։ Եվ դրա մեջ զգում եմ իմ ուժը, դրա մեջ զգում եմ իմ կարողությունները, որ կարող եմ այս հարցում ես օգտակար լինել իմ քաղաքին, իմ համայնքին, մեր գյուղի ժողովուրդը նեղանում են, որ անընդհատ իմ քաղաք բառն եմ օգտագործում, իմ համայնք, ես երեկ էլ հանդիպելիս գյուղի բնակչության հետ հարցնում եմ դուք որտեղից եք, ասում են Այարլոյից ենք, մարդիկ ոչ մեկ չի ասում Խոյեցի ենք։ Ես էլ այս հարցերում ծնվել ենք, մեծացել ենք քաղաքում, միտեղ որտեղ անընդհատ եղել է քաղաք բառը։ Հիմա նոր միացել են, սարքել են համայնք։ Կներեք 1000 անգամ մեր գյուղի ժողովրդին եմ ասում, որ մեկ-մեկ սայթակումներ են լինում, բայց դա չի նշանակում ոչ մի բան։ Մեր կառավարման ժամանակ մեր քաղաքը նենց է աշխատելու, ոչ մեկ չի վերցնելու պասպորտը բացի, նայի տեսնի անձնագրի մեջ, եթե գրած է գյուղ, դու գնային կոմ, եթե գրած է քաղաք, դու արիստ է, տենց չի լինելու, բոլորն էլ հավասարապես պետք է ունենան բոլոր իրավունքները եւ օգտվեն մեր բոլոր բարիքներից, ինչ որ մենք ունենք մեր համայնքում այս դեպքում արդեն։ Ես կարծում եմ ոչ միայն կառուցելն է շատ կարևոր, այլ նաև կառուցածը պահպանելը, որովհետև երբեմն շատ լավ կառույցներ փլուզվում են ինչ որ մեկի ազդեցության տակ։ Ես ավելի լայն իմաստով եմ սա ասում։ Ես ձեր հետ համաձայն եմ, ես ուղղակի այսօրվա դրությամբ մեր քաղաքում եկեղեցիներից բացի ուրիշ կառույց, չգիտեմ, կարող է լավ մանգան գտնենք, բայց տենց որ կառույց, որը
կարելի է այդպես պահպանության չնայած այն բանի, որ մեր քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամության հովանու ներքո եւ ընդհանրապես չի օգտվում իր այդ ունեցած հնարավորությունից։ Մենք տեսնում ենք Վրաստանում նույն մցխետին, որը նույն ձև գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրության ներքո, այնպիսի օգուտներ է քաղում իր այդ հնարավորություններից, որ մենք մեր մոտ դա բացառապես չկա, չկա այդ process-ները օգտագործել այն հնարավորությունները, որոնք տրվում է մեր քաղաքին իր կարգավիճակով եւ անպայման մեր քաղաքին պետք է տալ հատուկ կարգավիճակ, անպայման պետք է տալ, որովհետեւ չի կարող լինել հոգեվոր կենտրոն եւ չունենալ կարգավիճակ, հատուկ կարգավիճակ։ Պարոն Ազատյան, նաև դուք ասում եք, որ տուրիստական հոսքերն են քիչ, հա, դեպի Էջմիածին, Վաղարշապատ։ Ես այս ոլորտի իհարկե մասնագետը չեմ, բայց ինչ կան հետևում եմ այդ տուրիստական հոսքերի ծրագրերի մեջ Էջմիածինը, Վաղարշապատը միշտ ներառված է։ Դա իհարկե ներառված է, Վաղարշապատ քաղաքը ներառված է, բայց տուրիստները գալիս են եկեղեցիները միայն։ Տուրիստները գալիս են եկեղեցի, մտնում են եկեղեցի են գալի, դրանից քաղաքը ինչով է շահում, եթե եկեղեցուց դուրս չեն գալիս, մտնում են եկեղեցի, դուրս են գալի, նստում են ավտոբուսները եւ շարժվում են առաջ։ Եթե քաղաքի մեջ դուրս չեն գալի, եթե չեն զբոսնում, եթե մի սրճարան չեն մտնում, միտեղ ոչ մի բան չեն առնում, փող չեն ծախսում այդ քաղաքում, քաղաքը դրանից ինչ է օգտվում։ Ոչ մի օգուտ դա չի բերում քաղաքին։ Կարող է եկեղեցուն բերում է, բայց քաղաքին ընդհանուր առմամբ տուրիստներից այսօր եկամուտ չկա։ Հավատում եք, որ կլինեն արդար, թափանցիկ, օբյեկտիվ ընտրություններ։ Ես լավատես եմ եղել իմ ամբողջ կյանքում եւ հույս ունեմ, որ տենց էլ կլինի բուն ընտրությունները ինձ թվում է պետք է լինեն արդար։ Ու ընթացքում լինում են տարբեր տեսակի մանր-մունր բաներ, որ կարելի է ուշադրություն դարձնել կամ չդարձնել, նայած ով ոնց կմոտենա այդ հարցին։ Իսկ ինչպես է անցնում Քարոզ Արշավեստես, որովհետև հիմա շատ դեպքերում ավելի շատ տեսնում ենք ոչ թե այն, երբ մարդիկ իրենց սեփական ծրագրերից են խոսում, այլ տեսնում ենք այն, թե ոնց են մարդիկ մեկը մյուսի, հա, մրցակիցների, այսպես ասենք, հա, երեսներին ցեխ շպրտում։ Ես իհարկե դեմ եմ այդ ցեխ շպրտելու process-ին։ Ես էլ եմ միշտ կրկնել եմ եւ ասում եմ, գան ծրագրային մրցում անցկացնենք ծրագրերը, վերջում այդ ծրագրերը բոլորին հաղթող թիմին, այն պարտվող թիմի ծրագրերն են պետք, որովհետև եթե ինչ-որ մի լավ բան կա մյուսի ծրագրերում, ինչու չվերցնել եւ չօգտագործել հանուն ժողովրդի, հանուն համայնքի, եթե տեսնում ես այնտեղ նես բան կա, որ քո մոտ չկա, դու չես մտածել դրա մասին։ Դրա համար ծրագրերի մասին խոսալը երևի ամենաճիշտ բանն է, բայց այդտեղ անձնավորել են եւ դրա համար եմ ասում ես ուղղակի քաղաքը վերածվել է մարտադաշտի, ասես կարելի ասել։ Կարելի ավելի ճիշտ ձևով ես խնդիր չունեմ որևէ մեկի հետ, բացարձակապես ոչ մի տեխնացուի հետ ես խնդիր չունեմ։ Ես ոչ մի տեխնացուի նկար չեմ պատռում եւ չեմ ասում գնացեք պատռեք, այնտեղ տեսնում ես նկարներ պատրաստած, տեսարանները, որ հետաքրքիր չեն ժողովրդին, ավելի ատելություն առաջացնում ես process-ների նկատմամբ ու մարդկանց մոտ սրա արդյունքում առաջացել է շատ պասիվ վերաբերմունք այս ամեն ինչին, չեն վստահում ընտրություններին, չեն վստահում մարդկանց խոսքին, չեն, որտեվ բոլորն էլ խաբել են, հերթական անգամ եկել են, ասել են, գնացել են, ոչ մի բան չի փոփոխվել, մարդկանց մոտ առաջացել է այդ անհետաքրքրությունը այս ամեն ինչի նկատմամբ դրա պատճառով եւ ես ցանկանում եմ մեր ժողովուրդը մի քիչ ակտիվ լինեն, իրենց ցույց տան որպես համայնք, որպես ուժ, որ կուսակցությունները չլինեն դոմինանտները։ Դոմինանտը պետք է լինի մեր ժողովուրդը, մեր համայնքի բնակիչները պետք է լինեն դոմինանտը, ոչ թե ինչ-որ X կամ Y կուսակցություններ։ Մեր զրույցի վերջին րոպեն հենց ուզում էի ձեզ տրամադրել, որպեսզի եթե խոսք ունեք ուղղելու կոչ բնակիչներին, ընտրողներին, ուղղեք այդ խոսքը։ Ես մեր բնակիչներին կցանկանամ անպայման մասնակցեն ընտրություններին, անպայման անեն իրենց ոչ թե բարձր ձայների, գորգորոսների տակ լսված տեխնացուների
համարները գնան ընտրեն, այլ գնան ընտրեն այն տեխնացուին, ով որ իրենց ավելի շատ հավատ կներշնչի, ում իրանք ավելի շատ կհավատան եւ կլինի իրանք սրդի ընտրությունը, ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունը։ Թող իրանք սրդով, իրանք ցանկությունով մարդիկ մասնակցեն ընտրություններին եւ ընտրեն այն մարդուն, ում որ իրանք ավելի շատ են վստահում, ոչ թե այն մարդուն, ում որ ինչ-որ մեկը իրենց ասել է գնացեք ընտրեք։ Ես սա կցանկանամ մեր ժողովրդին։ Շնորհակալություն, պարոն Ազատյան, ձեզ նաև հաջողություններ եմ մաղթում այդ ընտրություններում։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Վահրամ Ազատյանը։